Կիրակները ամփոփիչ թողարկման առաջին լրատվականն է, եթերում ես Գեորգ Ալթունյանն եմ, բարի երեկո։ Հասկանալի պատճառներով ներքաղաքական զարգացումները ՏԶՏ ավելի լուրջ շեշտադրումներ են ձեռք բերում։ Ամանորի տոներից անմիջապես հետո փաստացի սկսվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավը հետևաբար։ Ժամանակը քիչ է եւ քաղաքական ուժերը պետք է գոնե փորձեն այն առավելագույնս արդյունավետ օգտագործել։ Եվ այդուհանդերձ որոշակի դանդաղկոտություն գոնե այս փուլում դեռ նկատվում է։ Մի շարք քաղաքական ուժեր չեն շտապում նախագահական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին հայտարարություններ անել։ Առավել քան պարզ է, որ դա պայմանավորված է սեփական ռեսուրսների, այսպես ասենք աուդիտի, ինչպես նաև այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության տարբերակները քննարկելու անհրաժեշտությամբ։ Այդուհանդերձ պարզ է նաև, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հիմնական խաղացողները ուզեն թե չուզեն պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները։ Ընդամենը 1.5 ամսից ամանոր է, եւ հասարակության մեծամասնությանը բոլորովին այլ խնդիրներ են հետաքրքրելու։ Իսկ ամանորի տոներից անմիջապես հետո էլ, ինչպես արդեն ասվեց, սկսվելու է քարոզարշավը։ Հետևաբար, շնորհիվ ներկայիս վերը նշված դանդաղկոտությանը շատ շուտով պրոցեսները կզարգանան արագացված տեմպերով։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա նրանց պակաս 2013-ի ընտրություններին երևի թե չի լինի։ Մինչև հիմա ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես գոնե մտադրությունների մակարդակով հայտարարել էին 6-7 գործիչներ։ Առավել քան պարզ է, որ թեկնածուների պաշտոնական գրանցման ժամանակահատվածում նրանց թիվը կավելանա ևս մի քանի անուններով։ Անցնող շաբաթ պաշտոնապես հայտարարվեց նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2013-ի ընտրություններին մասնակցելու մասին։ Կայացավ Հանրապետական կուսակցության կենտրոնի տարածքային կազմակերպության Սայաթ-Նովա շրջանային կազմակերպության Սայաթ-Նովա 2 սկզբնական կազմակերպության ժողովը, որն էլ միաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու եւ ընտրեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։ Իսկ մինչ այդ երկրի ղեկավարը աշխատանքային այցով Սյունիքում էր։ Անցնող շաբաթ Մեղրիում հայ-իրանական սահմանին մեկնարկեց Հարավային Կովկասի խոշորագույն հիդրոէլեկտրակայանի շինարարությունը։ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը։ Սա նշանակալի իրադարձություն է, որը բացի տնտեսական կարևորությունից վկայում է նաև հայ-իրանական հարաբերությունների խորության մասին։ Հիդրոէլեկտրակայանի շինարարությունը կարևոր է նաև մեր երկրի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Ճիշտ է, կայանի շահագործման առաջին 15 տարիներին ամբողջ էլեկտրաէներգիան կփոխանցվի իրանական կողմին, որն էլ ամբողջությամբ ֆինանսավորում է ՀԵԿ-ի շինարարությունը։ Բայց եւ այնպես, ամբողջ հանրապետության պահանջարկի մինչև 10% էլեկտրաէներգիա ապահովող նման կայանի գոյությունն անկասկած կարևոր իրողություն է, մանավանդ տնտեսական շրջափակման եւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու թուրք-ադրբեջանական ծրագրերի ֆոնին։ Ժամանակը ցույց տվեց, որ չնայած երկկողմանի լիակատար շրջափակմանը Հայաստանը մեծ հաշվով անդառնալի տնտեսական կորուստներ չունեցավ, այնպիսի կորուստներ, որոնք կստիպեին անընդունելի զիջումների գնալ Ղարաբաղյան հարցում, ինչի վրա էլ կառուցված էր մեր հարևանների հիմնական հաշվարկը։ Եվ ավելին, եթե իրականություն դառնա նաև երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումը, որն ուղիղ եւ էժան գծով Հայաստանը կկապի Ռուսաստանի, այնտեղից էլ ամբողջ աշխարհի հետ շրջափակումը մեծ հաշվով ուղղակի ծիծաղելի կդառնա։ Արմինե Պետրոսյան, տնտեսական հեռանկարներ։ Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները խոսքից անցել են գործի։ Բանակցություններն ավարտել են, փոխըմբռնման հուշագիրը կնքել։ Անցնող շաբաթ մեկնարկել է Արաքսգետի վրա հայ-իրանական համատեղ երկու հեկերի՝ Մեղրիի եւ Ղարաչիլարի կառուցումը։ Մեղրի հեկի հիմնարկեքը երկու նախարարներն են անում, հիմքի առաջին ցեմենտն իրենք լցնում։ Հիմնարկեքին մասնակցել են մեր երկրի ղեկավարը, Իրանից ներկայացուցչական պատվիրակություն։ Նորակառույցը Հայաստանի երրորդ խոշոր հիդրոկայանն է լինելու։ Մեղրի հեկը կառուցելու ֆինանսական միջոցները հայթայթելու է իրանական Թավան Աբարազ ներդրող ընկերությունը։ Նախնական հաշվարկներով կառույցը կարժենա $330 միլիոն։ Շինարարությունը կտևի 5 տարի, 15 տարի հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան կարտահանվի Իրան, ապա անհատույց հեկը կփոխանցվի հայկական կողմին։ Հիդրոկայանը կարտադրի տարեկան 792 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ Մեր գլխավոր խնդիրը երկրի
էներգետիկ անվտանգության գլխավոր խնդիրը լուծելու նախապայմաններից մեկն է դառնում այս հեկի կառուցումը։ Ջուրը հիդրոէլեկտրակայան հասցվելու է 18 կիլոմետր թունելով։ Հեկերի արտադրած էլեկտրաէներգիան առհասարակ ամենաէժանն է աշխարհում, մեծ է լինելու նրա տնտեսական նշանակությունը։ Արմեն Մովսիսյանի իրանցի պաշտոնակիցը Մաջիդ Նամջունը կողմ է հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ցանկացած նախաձեռնության։ Տնտեսականից բացի նա ջրային դիվանագիտությունն է կարևորում։ Ջուրը եղել է մեր ժողովուրդներին մշտապես կապող օղակ։ Հիդրոէներգետիկ դիվանագիտությամբ տարածաշրջանում կհասնենք խաղաղության, կայունության եւ բարեկեցության։ Մեղրի հեկի շինարարությունում ներգրաված են լինելու 2000 մասնագետ ու բանվոր։ Իրանցիների հետ հայկական կողմն ունի շահավետ պայմանավորվածություն, կառուցապատումն իրականացնել տեղական աշխատուժով։ Հայաստանի էներգետիկ անկախության մեկ այլ երաշխիք կդառնա Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցումը։ Գործարանի հումքը իրանական նավթն է լինելու։ Սև ոսկին մեր երկիր հասցնելու համար պետք է կառուցվի Իրան-Հայաստան նավթամուղը։ Նախագծով գործարանը 7.5 միլիոն տոննա նավթ կմշակի եւ կարտահանի։ Հայաստանի հարավում նման գործարանի կառուցման իրագործման համար մասնագետները հիմքեր տեսնում են։ Մեղրի հեկի նավթավերամշակման գործարանի ու Իրան-Հայաստան երկաթգծի նախագծերի գաղափարը ծագել էր դեռ խորհրդային ժամանակներում։ Իրան-Հայաստան երկաթգծի էսքիզները պատրաստ են, ճանապարհային ուղին որոշված։ Երկաթգիծը նախնական հաշվարկով մինչև 4 միլիարդ դոլար կարժենա։ Ղազախստանին ու Չինաստանին է պետք շահագրգռել համագործակցել եւ ներդրումներ կատարել այս նախագծում։ Չինացիները Հայաստանում մտադիր են երկաթ արդյունահանել եւ արտահանել փոթիով, սակայն այս նավահանգստում ժամանակ առ ժամանակ ստեղծվող անկայուն վիճակն է նաեւ Չինաստան վերջերս գործուղված մեր պատվիրակներին ստիպել նրանց հասցնել նոր ճանապարհի գաղափարը։ Հայրենական ապրանք արտադրողների միությունը ճանապարհի քաղաքական բաղադրիչն է էական համարում։ Պատկերացրեք, որ այդ ճանապարհը մենք սկսում ենք սարքել, Թուրքիան անմիջապես բացելու է Ղարս-Գյումրի ճանապարհը, որպեսզի մեր աչքը դեպի Իրան եւ դեպի արևելք չգնա եւ մենք ավելի տնտեսապես չհզորանանք, նրանք կուզենան մենք կախված մնանք իրենց երկաթգծից եւ բնականաբար ունենանք որոշակի կախվածություն նրանց ճանապարհից։ Դրա համար այս ճանապարհը մեզ համար ունի քաղաքական նշանակություն։ Դեպի արևելք տանող ճանապարհը դեպի Ղազախստան, դեպի Չինաստան, դեպի Ռուսաստանի Սիբիրյան տարածաշրջանները։ Այդ ճանապարհը պիտի կառուցվի բոլոր պարագաներում։ Վազգեն Սաֆարյանը Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին Վրաստանի վերաինտեգրման հարցերով նոր պետնախարար Պատա Զաքարիշվիլիի հայտարարությունը անիրականանալի գաղափար չի համարում։ Ժամանակը ցույց տվեց, որ ճանապարհի փակ լինելը վնաս է թե Վրաստանին, թե Հայաստանին ու Ռուսաստանին։ Ռուսական միջավայրում ձևավորված իր բիզնեսով Ռուսաստանին շահկապված վրացի գործարար Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լավ է հասկանում, թե տնտեսական զարգացման ինչ կարևոր զարկերակ է երկաթգիծը եւ ինչու չի կարելի հրաժարվել ռուսական մեծ շուկայի օգուտներից։ Իսկ փոքր ներդրումներով այս նախագիծն այսօր հնարավոր է իրականություն դարձնել։ Մինչև Սուխումի այդ երկաթգիծը աշխատում է, դրանից այս կողմ եկած հատվածում մի փոքր ներդրումներ կարող են լինել, ժամանակին երբ շատ այսպես ոչ բարվոք վիճակում էր, այն ժամանակ դեռ խորհրդային միությունը կար, խոսվում էր այն ժամանակ 90 միլիոն ռուսական ռուբլի ներդնելու մասին եւ հիմա բնական է, որ այդ գումարների մասին չի լինի խոսքը, շատ ավելի քիչ ներդրումներով։ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը էականորեն կփոխի Հարավային Կովկասի, նաեւ Հայաստանի տնտեսական հեռանկարները։ Քաղաքական առումով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակումը լիովին կկորցնի իր իմաստը։ Դեպի միջազգային առևտրային շուկաներ նոր դռներ կբացի հյուսիս-հարավ միջանցքը, բարելավելով ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ։ Մեր երկրի անկախացումից ի վեր սա ամենախոշոր տնտեսական եւ պետական նշանակության ծրագրերից է։ Մայրուղին հատում է Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում Ագարակ, Կապան, Երևան, Գյումրի, Բավրամայրուղիները, միանում վրացական ճանապարհային ցանցին, ելք ունենում դեպի Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ։ Մեր դերն է ավելանում տարածաշրջանում որպես տարանցիկ տրանզիտային երկիր, ճանապարհը այդ առումով շատ կարևոր է ու ճանապարհը որպեսզի երկրին թույլ տա որպես տարանցիկ նպատակ լինի օգտագործի ինքը պետք է լինի
արագընթաց, փակ։ Ամեն օր Սպայկայի 10 բեռնատարներ ճանապարհվում են Վրաստանի Լարս անցակետով դեպի Ռուսաստան, Փոթի նավահանգիստը օգտագործում, երբ Եվրոպայից բեռներ են տեղափոխում Հայաստան։ Վարորդները, հատկապես ձմռանը, ճանապարհը հատում են մեծ դժվարություններով։ Ընկերությունն ինքն է հաճախ ներդրումներ կատարում ճանապարհները անվտանգ շահագործելու, ձմռանը սառույցից ժամանակին մաքրելու համար։ Բեռնափոխադրումներից առավել կարևորում են, ինչպես իրենք են ասում, ոսկուցել թանկ իրենց վարորդների անվտանգությունը։ Հյուսիսհարավ գրասենյակի մասնագետների հարցումներին ի պատասխան ներկայացրել են, ինչ պահանջների պետք է բավարարի նոր կառուցվող միջանցքը։ Ճանապարհը ոչ միայն պետք է այդ ասֆալտային թաղանթը պահպանվի, ոչ միայն դիմանա ծանր բեռնատարների, ուրեմն ծանրաբեռնվածությանը, այլ այն պետք է նաև ձմռանը մաքրվի, համապատասխան ինֆրաստրուկտուրա պետք է լինի ճանապարհի կողքին, որպեսզի բեռնատարները տեխնիկական սպասարկում անցնեն, վարորդները հանգստանան։ Բեռնափոխադրողների պահանջները ներառված են նախագծում։ Բետոնապատ մինչև 100 կմ/ժ թույլատրելի արագությամբ ճանապարհը կլինի անվտանգ, ձմռանը շահագործումը հեշտ կլինի, նվազագույնի են հասցվելու ոլորապտույտները։ Ճանապարհի ամենաերկր հարավային հատվածի ուսումնասիրությունը սկսված է, շուտով պարզ կդառնա Մեղրիից Երևան բերող ճանապարհը, որ քաղաքը կշրջանցի քանի կիլոմետր կլինի։ Եվրոպական ներդրումների բանկն է հետաքրքրված, Եվրասիական բանկն է հետաքրքրված, բանակցությունները այժմ ընթանում են եւ շատ ինտենսիվ իդեպ։ Ինչքան մենք ավել գումար բերենք, մենք մեր այսօրվա փաստորեն $500 միլիոն կավելացնենք եւ կարողանանք զուգահեռ ճանապարհ անելով ինչքան հնարավոր է շուտ ամբողջ ճանապարհի իրականացնել։ Ճանապարհների այլընտրանքները եւ խոշոր էներգետիկ նախագծերը մեկ նպատակ ունեն՝ մեծացնել Հայաստանի դերը տարածաշրջանում։ Դառնալով տարանցիկ երկիր, ձեռք բերելով տնտեսական անկախություն, Հայաստանը կկարողանա չեզոքացնել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակները։ Արմինե Պետրոսյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Իսկ թողարկման այս հատվածում մեր ավանդական էջն է, որի ընթացքում առաջարկում ենք էքսպրես կարգով ծանոթանալ անցնող շաբաթվա առավել նշանակալի մի շարք այլ իրադարձությունների մեկ տեսաշարով։ Եվ այսպես Հերմինե Բաղդասարյան, անցնող շաբաթը կադրերով։ Ձմռան շեմին ծաղկած խնձորենին շաբաթվա սկզբի ջերմարևն ու ավարտի սառը անձրևը դեռ երկու շաբթիից հուշում էին խառը օրեր են լինելու։ Այդպես ստացվեց նախ Սիբիրախտի հետ կապված, պարզվեց գյուղնախարարությունը շտապել էր սպառողներին լուր տալ, թե վարակը հաղթահարվել է։ Գեղարքունիքից բացի հիվանդությունը հիմա օջախներ ունի Տավուշում, արդեն նաև Արմավիրում ու Արագածոտնում։ Ինչու են կովերը մեկու մեջ պատվասվել համաճարակի դեմ հարցի պատասխանը չստացած, կառավարությունն աշխատանքից ազատեց ոլորտը կարգավորող անասնաբուժասանիտարիայի ՊՕԱԿ-ի տնօրենին։ Մնում է սպասել կենդանիների կրկնակի վակցինացիան բաց թողում չունենա, կրտվորների վերքերը սպիանան, Ռուսաստանն էլ հանկարծ Սիբիրյան խոցի պատճառով Հայաստանի արտահանումների վրա նոր արգելք չսահմանի։ Հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրեներ, մեծամասամբ չանախ արտադրած պաների արտադրեսակի հետ կապված, որ հաց ու պանիրն էլ ընտանիքը հնարավոր է վատ մարսի զարմացրեց ամսվա սկզբից Տավարի մսի ուղղությամբ կասկածով նայող տանտիկիններին։ Կատվերանմշակող 59 ընկերությունում կատարած ստուգումն անմխիթար պատկեր է բացահայտել։ Հիգիենիկ նորմերը կարողանում են ապահովել առավելապես խոշոր արտադրողները, մյուսներում խնդիրություն է։ Կամ կաթին են թրիքոտ ձեռքերով կպել, կամ զուգարանից հետո չեն լվացվել։ 18 ընկերության աշխատանք տեղում կասեցվել է մինչև աղի չանախի մեջ չդիմացող բակտերիաների հետ միասին կվերացնեն նաև աղիքային պաթոգեն ցուպիկներին։ Ծննդարդյունաբերությունն այսքան բարձի թողի չի կարող մնալ, ստուգումներն այսուհետև պարբերական են լինելու։ Հաջորդ ռեյդը կլինի Երշիկ Բախտուրմայի մանր ու մեծ ընկերություններում։ Սիրտը խառնում էր հետ էր տալու։ Երբ փսխումով ու փորացավով Արարատ գյուղի մանկապարտեզի 13-20-ին 3 շաբթի հիվանդանոց տարան, ոչ մեկը դեռ չգիտեր, որ նախաճաշի քաղցր թեյի հետ փոքրիկների կերած հաց ու պանիրն էլ չի բացառվում սննդային թունավորման պատճառ լինի։ Կասկածներն ի սկզբանե հավով ապուրի շուրջ էին, որտեղ մսից բացի մանկական ստամոքսի համար ծանրամարդ սիսեռ էր եղել։ Հավանաբար ճաշիկից բացի պանրի որակը ստուգելու նպատակով էլ սանիպետկայանի վերջնական եզրակացությունն այս շաբաթվանից հետաձգվեց մինչև վաղը երկուշաբթի։
Հռոմ-Երևան տոմսի գինը կսկսվի 299 եվրոյից, A325 նաթիվով թռիչքը կտևի 3.5 ժամ։ Երևանից Հռոմ սովորականից էժան թռիչքը շատերին գուցե չհետաքրքրի էլ, բայց այն, որ Եվրոպայի մեծությամբ 5-րդ ավիաընկերության Հայաստան գալով կլուծվեն օդում կախված մի շարք վեճեր, բոլորին կուրախացնի։ Ալիտալիայի մուտքը մեր շուկա կարելի է նույնիսկ դիվանագիտական քայլ որակել Զվարթնոց Արմավիա հակամարտությունում։ Իտալացիներին Երևան բերելու գործի այսպես ասած քավորությունը Արմենիա միջազգային օդակայանները ստանձնել է ազգային փոխադրողին մրցակցություն պարտադրելու, տարանցիկ չվերթերի հույսով սպասարկած ուղևորահոսքերը մեծացնելու եւ սեփական եկամուտներն ավելացնելու բիզնեսի ստանդարտ ցանկությամբ։ Զվարթնոցը հատուկ շեշտել է, մատչելի գներով աշխատող Ալիտալիային հրավիրելով Արմավիային սնանկացնելու նպատակ չունեն, ընկերությունը գնել չեն որոշել։ Բոլորը սակայն թող իմանան, պարտքեր հանդուրժել եւ անվճար աշխատել օդակայանն այլևս չի կարող ներդրած փողը վերադարձնել են ուզում։ Անվերադարձ տրամադրած հայության փողերով Ստեփանակերտում շուտով կբացվի տարածաշրջանում տեխնիկապես ամենահագեցած հիվանդանոցներից մեկը։ Ավարտել են բազմաթիվ դպրոցների ու ճանապարհների նորոգում, մարդկանց խմելու ջուր հասցնող նոր խողովակաշարներ են Արցախի գյուղեր ու քաղաքներ մտել։ Հայաստան հիմնադրամի կատարած աշխատանքի հաշվետվությամբ Մոսկվայում այս շաբաթ սկսվեց ամենամյա համահայկական մեծ դրամահավաքը։ Բարեգործական ընթրիքին Ռուսաստանում ապրող աշխատող 40 հայ գործարար $12 միլիոն 100 հազար նվիրատվության խոստում տվեց։ Առջևում եվրոպական հեռախոսա եւ Լոս Անջելեսում անցկացվող հեռուստամարաթոններն են։ Մարզերից մայրաքաղաք տեղափոխվող հուշարձանների բեկորների բողոքով սկսված մշակութային շաբաթն ավարտվեց թագավորական երաժշտության ուղեկցությամբ։ Երևանում հնչեցին Ամստերդամի կոնցերտ Գեբաո նվագախմբի ջութակներն ու թավջութակները։ Ֆերիմինե Բաղդասյանն, առաջին լրատվական։ Անցնող շաբաթ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվել է Բարակ Օբաման։ Ամերիկյան քարոզարշավն ընթացավ փոփոխակի հաջողություններով։ Անցկացվող սոցհարցումները տարբեր փուլերում կանխատեսում են ինչպես Օբամայի, այնպես էլ Ռոմնիի հաղթանակը։ Նույնիսկ ամերիկյան ընտրություններում ավանդաբար մեծ կարևորություն ներկայացնող հեռուստաբանավեճերը միանձնյա ֆավորիտի հարցում որոշակիություն չմտցրեցին։ Դրա փոխարեն ընտրությունների ընթացքի վրա իր սրբագրումներն արեց, որքան էլ տարօրինակ հնչի Սենդի Փոթորիկը։ Ամեն դեպքում Օբաման հաղթեց ընտրություններում եւ վերընտրվեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Ես շնորհակալ եմ բոլոր ամերիկացիներին, որ մասնակցել են այս ընտրություններին եւ նշանակություն չունի, թե ում են տվել իրենց ձայնը, Օբամային թե Ռոմնիին։ Ես զանգահարել եմ Միթ Ռոմնիին եւ շնորհավորել հրաշալի ընտրաշավի համար։ Մեր ճանապարհը երկար է եւ դժվար, բայց մենք գիտենք, որ ամենալավը դեռ առջևում է։ Շատ կուզենայի արդարացնել ձեր հույսերը եւ երկիրը տանել այլ ուղղությամբ, բայց ժողովուրդն այլ առաջնորդ ընտրեց։ Ես հենց նոր զանգահարեցի նախագահ Օբամային շնորհավորելու հաղթանակի համար։ Շնորհավորանքի են արժանի նաեւ նրա աջակիցները։ Ամերիկան այժմ մեծ մարտահրավերների առջև է կանգնած եւ ես աղոթում եմ, որ նախագահը հաջողությամբ ղեկավարի մեր երկիրը։ Այս պահին մենք ուղիղ միացում ունենք Վաշինգտոն, որտեղ աշխատում է Միացյալ Նահանգներում մեր սեփական թղթակից Հայկարամ Նահապետյանը, որի հետ էլ կզրուցենք կայացած ընտրությունների եւ դրանց արդյունքների շուրջ։ Հայկարամ, ողջույն։ Ինչով են մեկնաբանում ամերիկյան վերլուծաբանները Օբամայի համոզիչ հաղթանակը։ Բարի երեկո, Գևորգ։ Կամ մի այսպիսի տեսակետ, որ հանրապետական թևը ի սկզբանե համարում էր, որ ընտրությունները այսպես ասած կորսված են հանրապետական թևի համար եւ այդ իսկ պատճառով առաջադրեցին Միթ Ռոմնիի թեկնածությունը, որը հանրապետական կուսակցությունից ոչ ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչն էր, իսկ ավելի զորեղ թեկնածուներին, որոնք կարող էին ավելի հաջող մրցակից լինել միգուցե Բարակ Օբամայի համար, պահում են գալիք նախագահական ընտրությունների 2016 թվականին սպասվող նախագահական ընտրությունների համար։ Խնդիրը այն է, որ Բարակ Օբաման բավական մեծ ժողովրդականություն է վայելում հասարակության շրջանում, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախընթաց նախագահի Ջորջ Բուշի երկու նախագահական ժամկետները, եթե այսպես ասենք, ոչ շատ հաջող արձագանք էին գտել եւ մի տեսակ բացասական նստվածք էին թողել հասարակության շրջանում եւ քիչ հավանական էր, որ այս պայմաններում հասարակությունը
կրկին անգամ կընտրի հանրապետական տեխնացու։ Սա ավելացնում էր Բարակ Օբամայի վերընտրվելու շանսերը եւ այս հանգամանքը կարծես օգնեց Բարակ Օբամային ավելի մեծ թվով քվեներ ստանալու առումով։ Մեկ այլ իրողություն կարելի է նշել ազգային փոքրամասնությունների թվի զգալի աճը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իմ ետևում երևում է Վիրջինիա նահանգը, գետի մյուս կողմում շենքերը գտնվում են արդեն Վիրջինիա նահանգում, եւ այս նահանգը հետաքրքիր է, որ տասնամյակներով եղել է հանրապետական կողմնորոշման մի նահանգ, իսկ 2008 թվական եւ 2012 թվական, այսինքն վերջին երկու նախագահական ընտրությունների ընթացքում այստեղ հաղթում է դեմոկրատ տեխնացուն։ Եվ պատճառը կրկին նույնն է, այստեղ ավելացել են ազգային փոքրամասնությունները, մասնավորապես իսպանախոս հատվածը, իսկ ազգային եւ այսպես ասենք ռասայական փոքրամասնությունները, մասնավորապես սևամորթները, ավանդաբար քվեարկում են դեմոկրատ տեխնացուի օգտին, իսկ հանրապետական կուսակցությունը համարում է ավելի պահպանողական, ինչ որտեղ ազգայնական միգուցե կողմնորոշման հատվածին ավելի մոտ կանգնած մի քաղաքական կուսակցություն։ Ինձ թվում է պետք է առանձնացնել նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը դեմոկրատական կուսակցության աջակիցների կողմից, մասնավորապես ընտրությունների օրը ես այցելեցի Վիրջինիա նահանգ եւ հետաքրքիր էր տեսնել հանրային կուտակման վայրերում Բարակ Օբամայի աջակիցներին, նրանք շրջում էին պլակատներով, որոնց վրա գրված էր, որ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են քվեարկել Բարակ Օբամայի օգտին, կարող են ուղեկցվել իրենց իսկ կողմից, իրենց իսկ մեքենաներով դեպի ընտրատեղամասեր։ Այսինքն, եթե կային հասարակության մեջ այնպիսի մարդիկ, որոնք հակված էին քվեարկելու Բարակ Օբամայի օգտին, սակայն ժամանակի սղության կամ այլ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չէին կարողանում այցելել տեղամաս, նշված մեթոդով նրանք փաստորեն ուղեկցում էին դեպի ընտրատեղամասեր, ինչը հավելյալ ձայներ բերեց Բարակ Օբամային եւ փաստորեն միգուցե օգնեց, որ Վիրջինիայում փոքրիկ տարբերությամբ այնուամենայնիվ հաղթի դեմոկրատ տեխնացու Բարակ Օբաման։ Գևորգ Հայկարամ կա պնդում, որ Օբամայի հաղթանակին, որքան էլ տարօրինակ հնչի, նպաստեց Սենդի փոթորիկը։ Արդյոք այդպես է։ Այո, շատ հետաքրքիր մի տեսակետ է եւ կարծես իրոք այդպես է։ Մի կողմից հասարակությունը ըստ էության ողջունեց Բարակ Օբամայի կեցվածքը, այն փաստը, որ փոթորիկից առաջ նա դիմեց հասարակությանը ուղերձով, այնուհետև փոթորիկից հետո այցելեց աղետյալ գոտի եւ շփվեց ժողովրդի հետ եւ կարծես սա հավելյալ ձայներ բերեց Բարակ Օբամային, մեծացրեց իր վարկանիշը։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք այն է, որ փոթորիկից առաջ նկատվում էր Միթ Ռոմնիի վարկանիշի վերընթաց, վերելք, եւ մի քանի օր շարունակ սա նկատելի էր, սակայն փոթորիկը կարծես փոխեց այս միջավայրը, փոխեց հասարակության ուշադրության շեշտադրումները եւ Միթ Ռոմնիի վարկանիշի աճի այս process-ը դադարեց, մարդիկ ավելի շատ կենտրոնացան փոթորիկի աղետի վրա եւ սա կարծես կրկին օգնեց Բարակ Օբաման եւ խանգարեց Միթ Ռոմնիին, քանի որ ինչպես նշեցի, կասեցրեց վերջինիս վարկանիշի վերելքը։ Գևորգ Հայկարամ իսկ ինչ հույսեր են կապում ամերիկացիները Օբամայի հետ, որ խնդիրներն են նրանց համար առաջնային այս փուլում։ Առաջնահերթ կցանկանայի նշել տնտեսական հիմնախնդիրները, Միացյալ Նահանգների անցաբավական բարդ մի տնտեսական ճգնաժամի փուլով եւ Բարակ Օբամային վերջին 2 տարիներին հաջողվեց massամբ շտկել պատկերը, վերաբացվեցին 5.5 միլիոն աշխատատեղեր, կարծես վերակենդանացավ, այսպես ասենք, ամերիկյան ավտո արտադրությունը եւ հիմնական սպասելիքները իհարկե կապված են տնտեսության զարգացման եւ լրացուցիչ աշխատատեղերի բացման հետ։ Մեկ այլ հանգամանք, որը կարեւոր է, դա այն է, որ Բարակ Օբաման կասեցրեց պատերազմը Իրաքում եւ պատրաստվում է 2014 թվականի դրությամբ զորքերը հանել Աֆղանստանից, մինչդեռ հանրապետական տեխնացուի հետ կապված նման վստահություն հասարակության մեջ չկար եւ այս խաղաղության սպասելիքը ամերիկյան հասարակությունը կարծես հոգնել է պատերազմներից, այս խաղաղության ակնկալիքը եւս մի հանգամանք էր, որը օգնեց Բարակ Օբամային։ Գևորգ Եվ վերջը միշտ դիրքորոշում որդեգրեց հայ համայնքն այս ընտրություններում։ Գևորգ, մեր հիմնական լոբիստական խմբերը Հայդատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծես կենտրոնացել են ավելի կոնգրեսի ընտրությունների ուղղությամբ, միայն Կալիֆոռնիայում գործող մեր համայնքային միություններից մեկը Ամերիկայի հայկական խորհուրդ կառույցը, որը հարում է հնչակյան կուսակցությանը, աջակցեց Բարակ Օբամային, իսկ հիմնական, ինչպես նշեցի, լոբիստական խմբերը հնարավորություն տվեցին, որպեսզի ամերիկահայ համայնքը ինքը որոշի իր անելիքը։ Այս անգամ Ամերիկայի հայկական համագումար կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին վերջերս տարածեց մի մամուլի հաղորդագրություն, որում նա ամփոփում էր նախագահ Բարակ Օբամայի նախագահության շրջանը
դառնա առաջին ժամկետը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից եւ նշում էր, որ մասնավորապես նախագահ Օբամայի նախագահության առաջին հատվածը կարծես բավական հաջող եղավ հայ-ամերիկյան զարգացումների տեսանկյունից, մասնավորապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականին այցելեց Միացյալ Նահանգներ միջուկային անվտանգության կարևոր խորհրդաժողովին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև երկկողմ հանդիպում Բարակ Օբամայի եւ Սերժ Սարգսյանի միջև, երկու անգամ Երևան այցելեց պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընթացիկ տարվա մարտին աշխատանքային այցով բավական երկար մեկ շաբաթ տևողությամբ մի այց տեղի ունեցավ դեպի Միացյալ Նահանգներ, նախորդ տարի նաև Պաշտպանության փոխնախարարներ այստեղ եւ այս ամենը բերեց նաև հայ-ամերիկյան ռազմական կապերի շեշտակի զարգացման։ Այս բոլորը ընդհանրացնելով Բրայան Արդունին նշում էր, որ Բարակ Օբաման հաջող նախագահ էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ միակ պակասողողակ, այսպես ասենք, այն է, որ նա խոստացել էր հայոց ցեղասպանությունը բնութագրել որպես հենց հայոց ցեղասպանություն եւ հայ լոբիստը հույս էր հայտնում, որ 2015 թվականին ընթരാճ հայոց ցեղասպանության 100-ամյակին ընթരാճ Բարակ Օբաման կկատարի նաեւ իր այս խոստումը եւ հստակ կբնութագրի 1915-ին տեղի ունեցածը որպես հայոց ցեղասպանություն։ Գևորգ Շնորհակալություն հիշեցնեմ, որ ուղիղ կապի մեջ ենք Վաշինգտոնում մեր սեփական թղթակից Հայկարամ Նահապետյանի հետ։ Շարունակում ենք թողարկումը։ Անցնող շաբաթ այդպես էլ չհանգուցալուծվեց Սիրիայում օրեր առաջ ապստամբների կողմից առևանգված սիրիահայերի խնդիրը։ Հիշեցնեմ, որ 7 սիրիահայեր առևանգվել էին Բեյրութից Հալեբ ուղևորվող ավտոբուսից։ Առևանգիչները շուտով իրենց պահանջներն էին ներկայացրել, որոնց համաձայն պատանդները ազատ կարձակվեին այն դեպքում, եթե սիրիական կառավարությունն ազատ արձակեր գերի վերցրած 150 ընդդիմադիրի։ Պահանջի կատարման համար 3 օր էր հատկացվել։ Մի քանի օր անց տեղեկություն տարածվեց, որ պատանդները ողջ եւ առողջ են, իսկ նրանցից մեկին ազատ են արձակել։ Բայց միանգամից էլ հայտնի դարձավ, որ նույն օրը պատանդ է վերցվել եւս մեկ հայ։ Այս պայն հայտնի է միայն, որ մեր հայրենակիցները ողջ են, այլ տեղեկություն, մասնավորապես թե ինչ փուլում են բանակցությունները չկա, ինչը միգուցե նաեւ օբյեկտիվ է, քանի որ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները որպես կանոն բացարձակ հրապարակային չեն եւ հակառակը։ Հրապարակայնությունը նման դեպքերում կարող է միայն վնասնել։ Պատանդների խնդիրը մեզ որպես կանոն այնքան էլ չի առնչվել բացառությամբ մի քանի դեպքերի։ Այդ առումով երևույթն ինքնին մեզ համար մի տեսակ նոր է ու խորտ, որի մասին մենք այնքան էլ մեծ պատկերացում չունենք։ Ինչպես, ինչ խողովակներով, ում միջոցով եւ ինչ պայմաններում են ընթանում պատանդների ազատ արձակման բանակցությունները կամ հատուկ գործողությունները։ Մեր հատուկ անդրադարձը։ Վահե Կոստանդյան, Հայկ Հովհաննիսյան, բանակցողները։ Մտածելու բան չկար, կամ պետք է մեռներ, կամ պետք է փախներ, ուրիշ ելք չկար։ 1992-ի վերջին Կորնիձորում մարտնչած ու գերեվարված Արթուր Մխիթարյանն է։ 81 օր շարունակ 3 ընկերների հետ հույսներն Աստծուն սեփական ձեռքերով են փորել ազատություն տանող միակ ճանապարհը՝ խցիկի հատակը։ Ցավոք շատերին Արթուրի բախտը այդպես էլ չժպտաց, նրանց համար մինչև օրս էլ մտահոգ են մարդկանց փրկության գործում բանակցությունների փորձ ունեցող մարդիկ։ Ընդդեմ իրավական կամ հայականության հասարակական կազմակերպությունը վարում է միասնական ցուցակ, որը որ փաստորեն տարբերում է թե Արցախի հանրապետության եւ թե Հայաստանի հանրապետության պետական մարմինների ցուցակին։ Եվ մենք փաստորեն այսօր ունենք 900-ից ավել։ Որքան էլ տարօրինակ է, 1991-95-ի թեժ մարտերի ժամանակ գերեվարվածների ճակատագրով բանակցությունները շատ ավելի բարի կամեցողության մթնոլորտում էին տեղի ունենում։ Նկատում է կյանքի 20 տարիները անհայտ կորածներին գտնելու կամ պատանդվածներին վերադարձնելու բանակցային գործը նվիրած Լարիսա Ալավերդյանը։ Փաստ է նաև, որ այդ տարիներին հաճախ մասնավոր մակարդակով բանակցություններն ավելի արդյունավետ են եղել, քան պետական օղակների զբաղվելու դեպքում։ Հայկական կողմն այժմ էլ պատրաստ է բանակցելու կոնկրետ դեպքերով ու վայրերով սկսել մեր հայրենակիցների փնտրտուքը։ Ցավոք, ադրբեջանական կողմը նույնիսկ խաղաղության պայմաններում հրաժարվում է բանակցություններից ամենատարբեր արհեստաձիգ պատճառաբանություններով։ Եթե մինչև 2001-2 թվականը Ադրբեջանի կողմից թեկուզ խրախուսվում են հասարակական կազմակերպությունների մակարդակով այդ հարցերի շուրջ շփումները, ապա իր Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո ամենևին պետք է ասեմ, այդ գործընթացը այլևս շարժ չի ունենում։ Հեյդար Ալիևի վախտով ավելի այդ գործընթացը ավելի հեշտ էր գա։ Որդին Հիմեգլան, շատ մեծ դժվարություններ են, նա չի ուզում բանակցություններ, գերիներին չի ուզում վերադարձնել։ Տարուք ես մնացել եմ, բայց
Իմ ուզածին հասել եմ։ Երկար բանակցություններից հետո 1995-ին հայկական կողմին հաջողվել է գերությունից ազատել ազատամարտիկ Վաչագանին ու նրա 8 ընկերներին միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ։ Հայաստանում միջազգային Կարմիր խաչի գրասենյակի ղեկավար Լորենցո Կարավին փաստում է մարդկանց գերեվարությունից ազատելու եւ ընտանիք վերադարձնելու հարցում կառույցը միշտ պատրաստակամ է իրականացնել իր չեզոք եւ մարդասիրական առաքելությունը։ Առայժմ Կարմիր խաչի գործունեությունը սահմանափակվում է գերեվարվածներին այցելություններով ու նրանց կացությամբ հետաքրքրվելով։ Բանակցողի առանձնահատկություններից Լորենցո Կարավին կարևորում է դիմացինին լսելու եւ քո փաստարկները ծանրակշիռ ներկայացնելու ունակությունը։ Նաեւ շատ կարևոր է հավասարակշիռ պահվածքը։ Անկեղծ պետք է լինեմ։ Փոխանակման ժամանակ մեկ անգամ հուզվել եմ, երբ Աֆրիկայում փոխանակում էինք մանկահասակ աղջնակի, ով լայն ժպիտով ուղղակի ժպտաց ինձ։ Պատահական մեր տուն հյուրեր էին եկել եւ տենց դաչուաների ընտանիք էր, ավիացիայի հետ կապած ընտանիք էր ու պատմեցին, որ դեպք եղել է։ Տիկին Ժորժետան է, որն առաջինն է իմացել ու ահազանգել հասարակածային Գվինեայում 6 հայ օդաչուների գերեվարելու մասին։ Հասարակածային Գվինեայի պետության մասին հայերից շատերը թերևս այդպես էլ չիմանային, եթե տարիներ առաջ այդ պետությունում չձերբակալվեին հայ օդաչուները։ Հասարակածային Գվինեայի անմարդկային պայմաններով փառաբանված Սև լողափ բանտում անցկացված 458 օրերից յուրաքանչյուրը նրանց համար եղել է հույսի, սպասումի, աղոթքի օր։ Որպես պատիժ հասարակածային Գվինեան սահմանել էր 15-ից 24 տարվա ազատազրկում, իսկ հայրենիքում ցավում ու հույսով սպասում էին ոչ միայն հարազատները, այլև ամբողջ հանրապետությունն ու Սփյուռքը։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանն է կանած, հայ ժողովուրդն է կանած մեզ։ Ամենաբարձր մակարդակով դիմումները Աֆրիկյան այդ երկրի իշխանությանը առանձնապես արձագանք չեն ունենում։ Դժբախտության մեջ հայտնված հայ մարդկանց փրկության գործին ներգրավում են Սփյուռքի ակնառու գործիչները։ Հայ օդաչուներին ներում շնորհելը մի ամբողջ շղթայի փոխհամաձայնեցված աշխատանքի արդյունք է, ասում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, որը տարիներ առաջ ու առավել եւս հիմա համոզված է Հայաստանն ու Սփյուռքը միասին աշխատելով կարող են լուծել ամենաբարդ խնդիրները։ Ես դա իմացա Անգլիայից, որտեղ Մարգարետ Թետչերի տղաները խառնված Մարկ Թետչեր, որ ես ճանաչում եմ, եւ մացայցի դեպք կատարվել, ես փորձեցի որ օգնեմ։ Ես այդ մասին իմացա Անգլիայից եւ իհարկե առանց սպասելիության բանից նոր էին բռնվել։ Ես դիմեցի մեր իշխանություններին, Հայաստանի իշխանություններին, ասեցի ես կարող եմ օգտակար լինել, եթե պետքա օգնել դուրս գալ։ Որտեւ ես տեղյակ էի, որ Մարգարետ Թետչերը իր տղայի համար պայմանավորվել էր եւ ազատում էր։ Ասի ինչու ինքը կարող է ազատել եւ մենք ոչ։ Օդաչուներն անգամ պատկերացում չեն ունեցել, թե ինչի համար են ձերբակալվում եւ հետո զարմացել են, որ դատապարտվում են հեղաշրջման փորձի համար։ Պետական մակարդակով բանակցությունները ցավոք դեռ արդյունք չէին տալիս։ Արա Աբրահամյանը գործով սկսում է զբաղվել այն պահից, երբ Գվինեայի գերագույն դատարանի որոշմամբ 15-ից 24 տարվա դատավճիռն արդեն իսկ անպեկանելի էր։ Ես հավատում եմ, որ ես կարող եմ այդ խնդիրը լուծել։ Ես հավատացած էի այն ժամանակ։ Ինձ Անդրանիկ Միգրանյանը կողքս էր, ասեց ինչ ես ասում։ Հնարավոր չի դա։ Ասի Անդրանիկ ջան, սա քաղաքականություն չի, խնդրում եմ մի զբաղվել։ Այդ հարցը թող մեր մոտ մենք զբաղվենք։ Բանակցությունները տևեցին 3 ամիս։ Սա առաջին ու վերջին դեպքը չէ, երբ Արա Աբրահամյանին խնդրում են միջամտել ամենատարբեր բանակցային գործընթացներին։ Ոչինչ այս կյանքում հեշտ ճանապարհով չի տրվում, ասում է գործարարը։ Հասարակածային Գվինեան ուսումնասիրվեց ամբողջությամբ։ Գործարարի խնդրանքով այդ երկրի նախագահին դիմեց անգամ Պապը, ՄԱԿ-ի նախագահը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը, ամեն ինչ չէ, որ քաղաքական պարտադրանքով կամ փողով է լուծվում, ասում է Արա Աբրահամյանը ու միանգամից վճռում անձամբ հանդիպել Աֆրիկյան պետության նախագահի հետ ու օգտագործել բոլոր միջոցները ծանրակշիռ փաստարկներով համոզելուց մինչև ժպիտների տակ քողարկված սպառնալիքը։ Ես ասեցի, գիտեք, ինչ կա, ես երկու ճանապարհ ունեմ։ Առաջինը իրար հետ միասին հաղթենք եւ դուք ստանաք հաղթանակ եւ ես։ Երկրորդ ճանապարհը
ես որ չեմ ուզում, իմ համար դա ամենավատ ճանապարհներից մեկն է, դե այս խնդիրը չլուծվի եւ այդ մարդկանց հետ որից մի բան պատահի, դա ուրեմն ես իմ ունեցած բոլոր ուժերը կկրկնապատկեմ, իմ ունեցած եւ ֆինանսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսները կդնեմ, որպեսզի այդպիսի մարդիկ, ինչպիսին այդպիսի իշխանություն, ինչպիսին ձեր մոտ է, որ տեղի չուրվան չլինի։ Հանդիպումների գնալիս հաշվարկվել է ամեն ինչ, Արա Աբրահամյանը նույնիսկ աչքի առաջ ուներ բանակցություններից իր իսկ չվերադառնալու հանգամանքը, հասարակածային Գվինեայի նախագահի հետաքայլն Արա Աբրահամյանը մինչև օրս գնահատում է որպես մեծ գթասրտություն, եռամսյա բանակցություններն ի վերջո արդյունք տվեցին, հայրենիք վերադարձան մեր քաղաքացիները, իսկ հասարակածային Գվինեան ունեցավ շուրջ $10 միլիոն արժողությամբ խմելու ջրագիծ։ Հիմնական հարցը, որքանով դու հնարավորություն ունես կոնսենսուսի միջոցով բերելու հանգուցալուծում, հարցի լուծում, որը բավարարում է բոլոր կողմերին։ Դիվանագիտությունը հնարավորի արվեստն է, բանակցությունների գերագույն նպատակը կոնսենսուսը։ Ներկայացված պատմություններն ընդամենը մի քանիսն էին այն բազմաթիվ դեպքերից, որոնց մենք ծանոթացանք մեր իսկակամա բանակցությունների ընթացքում։ Նյութի հերոսները կարող էին շատ լինել, սակայն գերությունից ազատվածներից շատերի համար տհաճ էր վերհիշել անցյալը։ Երբեմն էլ մեր բանակցություններում բախվում էինք որոշակի դեպքերի համար սահմանված գաղտնիության ժամկետին։ Վահե Կոստանդյան, Հայկ Հովհաննիսյան, Աշոտ Մնացականյան, Առաջին լրատվական։ Անցնող շաբաթվա ամենակարևոր միջազգային իրադարձություններին կարող եք ծանոթանալ թողարկման այս հատվածում։ Դավիթ Մուրադյան, մոլորակի ռիթմը։ Առաջահումներ, խարդախություններ, հետաքննություն, մեղադրանքներ, պաշտոնանկություն։ Սրանք այն խորագրեր են, որոնց տակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դեպքերի լուսաբանումները հաջորդում էին մեկը մյուսին։ Պաշտոնանկ արվողը հենց նախարար Անատոլի Սերդյուկովն էր։ Նրան այդ պաշտոնում փոխարինելու է փորձառու փրկարար եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի զինակից Սերգեյ Շոյգուն։ Ըստ Ռուսաստանի քննչական մարմնի Սերդյուկովը չի կարողացել կանխել Օբորոն Սերվիզ ընկերության պաշտոնյաների եւ բանակի բարձրաստիճան զինվորականների բազմաթիվ խարդախությունները։ Հետաքննությունը պարզել է, հանցավոր խումբը Օբորոն Սերվիզի ակտիվում հաշվառված անշարժ գույքի մեջ պետական ֆինանսներից հսկայական ներդրումներ է կատարել, այնուհետև այդ ունեցվածքը արհեստականորեն իջեցրած գնով վաճառել կազմակերպության դուստր ձեռնարկություններին։ Օբյեկտներից շատերը գնվել են հենց Օբորոն Սերվիզի միջոցներով։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից Մոսկվայի մարզի նահանգապետի առանձնասենյակ տեղափոխված Շոյգուն այսուհետև պաշտպանության նախարարի աշխատասենյակից փորձելու է ոչ միայն հզորացնել Ռուսաստանի պաշտպանությունը, այլև օժանդակել եւ հետեւել, որպեսզի խարդախության մասին գործն ընթանա սահուն եւ բացահայտվի խախտումների ամբողջական պատկերը։ Գիտական, հռետորաբանական եւ տնտեսական մարտեր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Դրան գումարվեց ամերիկյան անօդաչու ինքնաթիռի վրա հարձակումը։ Վաշինգտոնը զգուշացնում է, Միացյալ Նահանգներն ունի շահերը պաշտպանելու բոլոր դիվանագիտական եւ ռազմական միջոցները եւ անհրաժեշտության դեպքում կօգտվի դրանցից։ Ամերիկացիները նաեւ վստահեցրել են, որ այսուհետև եւս շարունակելու են անօդաչու սարքերի թռիչքները Պարսից ծոցի միջազգային ջրերի տարածքում։ Նոյեմբերի 8-ին Պենտագոնը խոստովանեց, որ դեռ նոյեմբերի 1-ին Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հարձակում են ձեռնարկել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի դեմ։ Ինքնաթիռն անվնաս կարողացել է վերադառնալ ամերիկյան բազա, չնայած Իրանի զինուժը գրոհել է Սու-25 օդանավերով։ Չի դադարում Իրանի եւ Արևմուտքի հակամարտությունը նաեւ տնտեսական դաշտում։ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան իր դեմ տնտեսական պատժամիջոցների արգելել է ընդհանուր առմամբ 75 ամերիկյան եւ եվրոպական արտադրատեսակների ներմուծումը։ Արգելք է դրվել անգամ արևմտյան արտադրության բջջային հեռախոսների, ձեռքի ժամացույցների եւ դյուրակիր համակարգիչների ներկրման վրա։ Փորձագետները դժվարին օրեր են կանխատեսում Իրանի տնտեսության համար, անցած ամիս երկրում գրանցվել է 30% գնաճ։ Շարունակում է ապրել ազգային արժույթը։ Նախագահ Ահմադինեժադը ստեղծված իրավիճակի առիթով երկրի խորհրդարանին պարզաբանումներ է ներկայացրել։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած ազգային միացյալ շարժում կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը։ Առիթը երկրի հարկային մարմինների ստուգումներն են հանրային հեռարձակող ընկերությունում։ Վրաստանում դժգոհողների շարքերն ընդլայնվում են, քանի դեռ Սահակաշվիլիի ընդդիմադիր դարձած կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը, նրա համախոհները ձերբակալվում են։
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի համար որպես խափանման միջոց ընտրելով կալանքը։ Բացի պաշտոնական դիրքի չարաշահումից, Ախալայայի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաև մարդկանց անօրինական կերպով ազատությունից զրկելու համար, որով նախատեսվում է 12 տարվա ազատազրկում։ Մեղադրանք է առաջադրվել նաև բանակի գլխավոր շտաբի պետին եւ 4-րդ բրիգադի հրամանատարին։ Վրաստանը քաղաքականից բացի հայտնվել է նաև սոցիալական բոյկոտի ալիքի տակ։ Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել աշխատավարձի պարտքերը վճարել պահանջող ավտոբուսի վարորդները։ Ավտոբուսի վարորդներին երկուշաբթի պատրաստվում են միանալ նաև մետրոյի մեքենավարները։ Բիձինա Իվանիշվիլին արդեն կանգնել է հետընտրական առաջին դժվարությունների առաջ։ Գործադուլ հայտարարած Չիատուրեի հանքափորերին հետևեց Փոթիի նավահանգստի աշխատակիցների գործադուլը, փախստականներն էլ հոգնելով իրենց տրված խոստումներին սպասելուց գրավեցին մի քանի դատարկ շինություններ։ Քաղաքացիական հուզումները շարունակվում են Հունաստանում։ Աթենքի գլխավոր հրապարակն անցած շաբաթ վերածվել էր մարտադաշտի։ Նոյեմբերի 7-ին Հունաստանի խորհրդարանը երկար եւ թեժ քննարկումներից հետո հաստատել էր բյուջեի հերթական կրճատում նախատեսող հակաճգնաժամային նոր փաթեթը։ Կառավարությունը բացատրել էր, որ դա անհրաժեշտ է Եվրամիության խոստացած ֆինանսական օգնությունը ստանալու համար։ Քննարկումն ուղեկցվել էր զանգվածային բողոքի ակցիայով, որը վերաճել էր բախումների։ Ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազով, ռետինե մահակներով եւ ջրաշիթով չեն կարողացել հանդարտեցնել ցուցարարներին։ Հունաստանում նաև համազգային գործադուլ էր հայտարարվել կաթվածահար անելով երկրի բնականոն կյանքը։ Զանգվածային բողոքներ են եղել նաև օվկիանոսի մյուս կողմում։ Զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Արգենտինայում։ 100 հազարավոր մարդիկ բողոքել են երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների քաղաքականության դեմ։ Արգենտինացիների դժգոհության պատճառը եղել են կտրուկ արժեզրկումը, թանկացումները, հարկային մարմինների կամայականություններն ու հանցավորության աճը։ Հասարակական շերտերին հատկապես բորբոքել է նախագահի 3-րդ անգամ ընտրվելու ցանկությունը, որի համար իշխանությունը մտադիր է եղել փոխել սահմանադրությունը։ Սիրիայում շարունակվում է արյունահեղությունը, բազմաթիվ մարդկային կյանքեր ընթացվում են պայթյուններից ու ռազմական գործողություններից։ Զինյալ ապստամբների գործողություններից զոհվում են նաև անձեն մարդիկ։ Բանակը շարունակում է հայտարարել, որ հատուկ գործողությունների միջոցով մաքրում է երկրի քաղաքները։ Զինյալները պայթեցնում են բանակի զորամասերը, սպանելով տասնյակ զինվորականների։ Չնայած այդ ամենին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահեցնում է, որ երկրում տեղի ունեցողը քաղաքացիական պատերազմ չէ։ Ասադի խոսքով իր դեմ սիրիացի ժողովուրդը չէ, որ դուրս է եկել, այլ Արևմուտքը, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, արաբական որոշ երկրներ եւ Թուրքիան։ Եթե ժողովուրդն ամբողջությամբ իմ դեմ լիներ, ես վաղուց արդեն այդտեղ չէի լինի, ասել է Ասադը։ Նա վստահեցրել է, թե ինքն այնպիսին չէ, ինչպիսին եղել են արաբական գարնան այլ երկրների ղեկավարները։ Ասադի խոսքով արաբական հեղափոխություններից առաջ այդ երկրների բոլոր ղեկավարները եղել են արևմուտքի խամաճիկներ եւ պատրաստված են եղել արևմուտքում, իսկ ինքը Սիրիայի զավակ է եւ այնտեղ էլ մնալու է մինչեւ վերջ։ Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններից տուժում են նաեւ մեր հայրենակիցները։ Հալեպում պատահական գնդակից դարձյալ հայ է զոհվել։ Դեռևս անհայտ է առևանգված հայերի ճակատագիրը։ Սուրբ Պատարագ Մերձավոր Արևելքի խոշորագույն հայկական եկեղեցում։ Թուրքիայում Դիարբեկիր նահանգին օրոքված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին տասնամյակների դադարից հետո բացել է իր դռները հավատացյալների առաջ։ Պատարագը մատուցել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանը։ Կրոնական արարողությանը մասնակցել են բազմաթիվ հայ ուխտավորներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։ 2.5 տարվա ընթացքում վերանորոգվելուց հետո եկեղեցու գմբեթին տեղադրվել է Մոսկվայում պատրաստված 100 կիլոգրամանոց բրոնզաձույլ խաչը։ Վերանորոգման ծախսերը հոգացել է հայ համայնքը։ Ֆինանսական աջակցություն է ցույց տվել նաև Դիարբեկիրի քաղաքապետարանը։ Թուրքիայի կառավարությունը պնդում է, թե հայկական եկեղեցիները նորոգվում են ի նշան քրիստոնյա համայնքի հետ հաշտության։ Սակայն փորձագետները վստահ են, որ Անկարան չի խոչընդոտում հայկական պատմամշակութային որոշ կոթողների վերականգնմանը համաշխարհային հանրության աչքին թոզ փչելու նպատակով։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Եվ կրկին տեղական թեմաների մասին։ Անցնող շաբաթ տարածված լուրը, թե մայրաքաղաքի թաղամասերից մեկում ընկեցիկ երեխա է գտնվել, հասկանալի պատճառներով շատերի հոգին փոթորկեց։ Ինչ-ինչ, բայց վերաբերմունքը երեխաների հանդեպ մեզ մոտ ընդգծված ջերմ է եւ սեփական երեխայից հրաժարվելու դեպքերը շատ սուր են ընկալվում։ Մարիամը, այդպես է երեխայի անունը, ընդամենը 6 օրական էր, քաշը 3 կիլոգրամ 300 գրամ։ Իմանա ապահով ձեռքերը մեջ, բայց բոլորին է ուզում հարցը, թե ինչու է մայրը հրաժարվել իր նորածնից։
Երբ մենք փորձում էինք ուսումնասիրել ինչպես այս, այնպես էլ համանման դեպքերի մանրամասները, պարզեցինք, որ ընկեցիկ երեխաների առումով մեր երկիրը նախանձելի վիճակում է։ Առավելագույնը տարեկան 1 դեպք։ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դա իսկապես էլ, եթե կարելի է այդպես արտահայտվել, տպավորիչ ցուցանիշ է։ Չնայած այս դեպքում ցուցանիշ ասվածը ապրող, շնչող փոքրիկ մարդկանց մասին է, ովքեր բոլորի երեխաների պես ուզում են ծնողական խնամքի տակ լինել, սեփական տանիքն ունենալ եւ մեծանալ, որպես հասարակության լիարժեք անդամ։ Նրանցից ամեն մեկը մի կյանք է, մի ճակատագիր, նրանցից ամեն մեկը փոքրիկ մի աշխարհ, հայկական աշխարհ։ Ինչ է նրանց սպասվում, ինչ միջավայր, ինչ վերաբերմունք ու ինչ հեռանկարներ, ինչ են մայրերը հրաժարվում երեխաներից եւ արդյոք պետությունն ու հասարակությունը դերակատարում ունեն այս խնդրում։ Վերջին հարցի պատասխանն առավել քան հստակ է։ Շատ հաճախ այսպիսի պատմություններից կարելի է խուսափել, եթե չլինի մեր հետզհետե խորացող անտարբերությունը ուրիշի հոգսերի եւ ապրումների հանդեպ։ Սուսան Բադելյան, զգուշ, երեխաներ են։ Բարուր երելի նորմալ սիրուն փաթաթած ջրվեժի բանավանի 4-րդ շենքի 3-րդ հարկի բնակիչների շոկն անցել է, հանգիստ են պատմում, ինչպես երեկոյան գետնին գտան նորածնին, պորտը դեռ թաց։ Դուրը բացեցի, դեստե մութ էր, լուսը վառեցի ստեղ, այնտեղ մի հարգում լուս է եղել, դրա համար կարողա չեն դրել դեր։ Նոյեմբերի 6-ին մութն ընկնելուն պես փոքրիկին բերել դրել են այս դրան առջև, տանտիրուհին Մարիամը լացի ձայն է լսել, հետո արդեն զանգել են ոստիկանություն, մինչև այդ կարդացել փոքրիկին կից գրությունը, փոքրիկի անունն էլ Մարիամ է, մայրիկը գտնողին խնդրում է հոգատար լինել։ Աստված էր կանչել, Աստծուն էր խնդրել առաջին հերթին, որ իրեն ներեր, խնդրել էր բնակիչներին, ով որ կհայտնաբերի երեխային, որպեսզի երեխային օգնություն ցուցաբերվեր։ Նամակի մեջ մայրիկը նշել է նաև, որ միայնակ մայրը երեխային պահել չի կարող, նորածինն այժմ մանկան տանն է, երկրորդ համարի մարճակալի մեջ նոր ծննդականով։ Պայմանական ծննդյան օրը 31 հոկտեմբեր, պայմանական ազգանունը Մնացականյան, անունը Մարիամ Թողունի։ Մնացականյանն այդ օրվա հերթապահ բժշկի ազգանունն է, մանկատանն ընդունված է, փոքրիկը խնամվում է ինչպես հարկն է, մայրական կաթին էլ քնքշությանն էլ այստեղ փորձում են փոխարինել։ Կերակրում ենք սիմիլակ է ուտում երեխան, հիգիենան պահպանում ենք, տալիս ենք մեր սերը, հոգատար ենք, շատ սիրում ենք ինչպես բոլոր երեխաներին, այնպես էլ Մարիամին հենց առաջի օրվանից։ 90 գրամով արդեն ավելացել է, լավ ցուցանիշ է։ Մանկատանը բժշկական հետազոտություններն սկսել են, համենայն դեպս առաջին հայացքից աղջիկը խնդիրներ չունի։ Երևանի մանկան տանն այսօր խմբում է մինչև 6 տարեկան 77 երեխա, մեծ մասն առողջական խնդիրներ ունի։ Ընկեցիկները շատ չեն, տնօրենը վաղուց է այստեղ, դեպքերը հատ-հատ է հիշում։ Մի երեխային գտել էին Ավանի գերեզմանատանը, մի երեխային Կարմիր Բլուրի գերեզմանատանը, աղբատար տեղերում են գտնվել, պաուսյակներում են գտնվել, կարակի տուփի մեջ էին գտնվել։ 1.5 տարեկան Հռիփսիմեին մայրիկը թողել էր Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, թողնում է Աստծո հույսին գրությամբ։ Ոստիկանները 2 ամիսը չանցած մայրիկին գտան։ Երեխան հիվանդ էր եղել եւ մայրիկը մտածելով, որ երեխային մանկատուն տեղավորելը երկար process կտևեր, ամենայնտեպս դա իր պատասխանն էր, թե ինչու մանկատան փոխարեն նա ուղակի երեխային թողել էր հասարակական վայրում։ Հռիփսիմեն հիմա արդեն մեծ աղջիկ է, հաշվում է, պարում, մանկատան գեղեցկուհիներից է։ Երեխան համարյա թե լիարժեք օգտագործում է ձեռքերը, այսինքն մկանների թույլությունը որոշ չափով, որոշ չեմ կարելի ասել 80%-ով դեպի դինամիկա մենք ունեցանք, բայց ոտները դեռ ոչ, չնայած փորձում էինք կանգնել։ Մայրիկն այցելում է շաբաթը 1 անգամ մրգերով, տուն տանել չի կարող, Հռիփսիմեն այդ մտքից առայժմ չի տառապում։ Փողոցում, աղբանոցում, կարակի տուփի մեջ կամ եկեղեցում սեփական երեխային թողած մայրիկների հարցով քրեական օրենսգիրքն է զբաղվում։ Գրեթե բոլոր դեպքերում նախապատրաստվել են նյութեր եւ տվյալ անձի քրեական պատասխանատվության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128 հոդվածի
երկրորդ մասի հատկանիշներով, այն է վտանգի մեջ թողնելը։ Տուգանք նվազագույն աշխատավարձի 100 կամ 150 ապատիկի չափով կամ կալանք մինչև 2 ամսով։ Ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանն ասում է, կալանքի տուգանքի դեպքեր գրեթե չկան, մայրիկները գտնվել են ու զղջացել։ Դեպքերը ընտանեկան հանգամանքները տարբեր են, բայց գնդապետը նկատել է մեկ ընդհանրություն՝ կանայք այդ բանն անում են շատ հուզական սահմանային վիճակում։ Որոշ դեպքերում երեխաները ծնվում են արտամուսնական կապերից։ Ընտանիքը չի ընդունում, մերժում է։ Թե երեխային, թե մորը։ Մերժում է զուգընկերը կամ ամուսինը։ Մերժված միայնակ խելագարության եզրին կանգնած կանանց հանդեպ պարզ ուշադրությունը կարող էր երեխաների կյանքը փրկել։ Օրինակը Ռոզա Ալոյանի դեպքն է, սեփական մոր սպանությունը տեսած մանկատանը մեծացած այս կինը 1 տարի առաջ խեղդեց իր 2 երեխաներին, պարզվեց շիզոֆրենիկ է։ Երբ որ հարցնում ես, ասենք, զղջում ես, որ այդպիսի արարք ես կատարել, ձևական ասում է, որ այո, բայց ինքը դրանով չի մտահոգված, դրանով ինքը չի ապրումներ ունենում։ Ռոզան այժմ հատուկ տիպի բաժանմունքում է, բաժանմունքի վարիչը նրա քրեական գործն առանց ցնցումների կարդալ չի կարողանում։ Դա հնարավոր չէ, մինչև կյանքիս մահը ես հիշեմ, այս իմ տանջակը, որ ես կարդացել եմ ու գրություններ եմ արել։ Ահա որ վիճակում։ Ռոզան դեղերի շնորհիվ ցնցումների մեջ չի ընկնում, խոսում է Աստծուց ու հետագա պլաններից։ Իսկ կինը մինչև այդ սարսափելի դեպքը խելագարվել էր հարևանների աչքի առաջ, նևրոլոգիական գանգատներով հիվանդանոց էր գնացել, երեխային դպրոց չէր տարել, ոչ ոք չէր հետաքրքրվել, վերջը այդ ողբերգությունն էր։ Սոցիալական առողջապահական հանրային ծառայությունները, բոլոր համայնքներում ստեղծված երեխաների իրավունքներով զբաղվող մարմինները մարդկանց խնդիրները, մեկ մարդու խնդիրը տեսնելու եւ դրանց ընդառաջ գնալու համար են։ Միայնակ մայր թե խելագարված կին վտանգի մեջ են հայտնվում նախ երեխաները։ Ամենահեշտը ուշացումով արձանագրելն է, քանի ամիս է քեֆը տեղը չէր։ Անհրաժեշտ էր ահազանգել, ձեռք մեկնել օգնության։ Իսկ Մարիամի մայրիկին ոստիկանները փնտրում են, նրան չեն տուգանի, չեն կալանավորի, եթե զղջա ու այցելի, Մարիամիկը լավ է, դանդաղ քաշ է հավաքում։ Սուսան Բադալյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին լրատվական։ Ինչպես եւ խոստացել էինք նախորդ կիրակի, այսօր կպատմենք մեր 12 մայրաքաղաքներից ամենաերկարակյացի, մեծ հայքի վերելքի դարաշրջանում նրա հզորության խորհրդանիշի, հին Արևելքի ամենախոշոր ու նշանավոր ռազմաքաղաքական, մշակութային ու քաղաքակրթական կենտրոններից մեկի, հին Արտաշատի պեղումների արդյունքների մասին։ Արդեն հայտնաբերված նյութերն ու պեղված ավերակները բացահայտում են այն թափն ու մասշտաբը, թե ինչպիսի մայրաքաղաք է իր անունով կառուցել Արտաշեսյան հարստության հիմնադիրը Արտաշես Բարին։ Նաև հուշում, թե հետագա պեղումների եւ ուսումնասիրությունների արդյունքում ինչպիսի կարևորագույն հնագիտական ու պատմագիտական նշանակության հայտնագործություններ են լինելու։ Արտաշատով էր անցնում հեռավոր Արևելքից դեպի միջերկրական ծովի ափերը ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհը։ Քաղաքը հայտնի է եղել իր կառույցներով եւ ճարտարապետական կոթողներով։ Այն ունեցել է պաշտպանական ընդարձակ համալիր եւ միջնաբերդ, գանձատուն եւ մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը տափերականն էր Արաքսի վրա։ Պեղումներով բացվել են միջնաբերդի ամրոցներից մեկը, զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին զինագործի արհեստանոցներ, զենքերի տարբեր տեսակներով։ Հայտնաբերվել են Տիգրան Մեծի արցաթյա, սելևկյան, պարսկական, կապադովկիական, պոնտական եւ հռոմեական դրամներ։ 21 դար, շուրջ 2100 տարի առաջ հայերը կառուցել են քաղաք, որն ունեցել է ջրամատակարարման ու ջրահեռացման, նույնիսկ ջեռուցման համակարգ, որն ունեցել է զորանոցներ, շուկաներ, հասարակական բաղնիք եւ իհարկե արքայական պալատ, այնպիսի մեծության, որ այնտեղ հնարավոր էր թատերական ներկայացումներ տալ մեծ հայքի արքայի ու նրա մեծատոհմիկ հյուրերի համար։ Արտաշատի միջազգային նշանակությունը ճանաչվել է նաև հետագայում Հուսինյանոս առաջինի կայսերական հրովարտակով։ Մայրաքաղաք, որ կառուցապատելու եւ պաշտպանելու էր նաև Արտաշեսյանների հաջորդ Արշակունիների արքայատոհմը։ Մայա Խաչատրյան, Հայոց Ոստանը։ 10 բլուրների քաղաքի հմայքը նկատելի է դեռ սահմանային դարպասներին չհասած։ Հին Արտաշատը փռված էր բլուրներից հարավ դեպի Մայրարաքս։ Հնագիտական արշավախումբն ամբողջությամբ պեղել է առաջին բլուրը, որն ուներ ռազմական նշանակություն, պահպանում էր միջնաբերդը, որտեղ պալատական շինությունն էր։ Արհեստավորների պաշտպանական անգամ մաքսային նշանակության բլուրների կողքին խոր վիրապին մոտ հոգևոր տաճարային բլուրն է, որտեղ քաղաքի դիցուհիներ, Անահիտի տաճարներ եւ այնտեղ խոր վիրավն էին նետել Գրիգոր Լուսավորիչին, որովհետեւ նա
կրոնական բանտարկյալ էր։ Ժորես Խաչատրյանն արդեն 40 տարի կապված է հնավայրի հետ։ Հենց նա է ղեկավարում պատմական արտաշատն ուսումնասիրող Արշավախումբը։ Տարվա 4 եղանակներից 2-ը նրանք այստեղ են անցկացնում։ Այնինչ արել են վերջին տասնամյակներում եւ ինչ դեռ պետք է անեն։ Պատմաբան հնագետը հատակագծին ցույց է տալիս եռանկյունին, որն ըստ էության թերակղզի էր եւ ինչպես Տրաբոնն ու Խորենացին են վկայում, որի վրա տարածվել էր հայոց արքայի ոստանը։ Քաղաքն անառիկ էր երկկողմանի ջրային եւ հզոր 10,000 մետրից ավելի երկարությամբ պարսպապատ հելենիստական դարաշրջանի պաշտպանական համակարգով։ Երկու անակնկալումներ, որ այստեղ բացվեց ուրարտական քաղաք, որը անակնկալ էր եւ հայտնի չէր գիտության։ Մինչև այսօր մենք չգիտենք դրա անունը։ Կարթագենցի խոշոր զորավար Հաննիբալը, որն ինչպես Անտիոք 3-րդի արքունիքում, այնպես էլ Արտաշես բարեպաշտի մոտ կատարում էր նույն խորհրդականի դերը, եկավ տեսա, որ արտական Պարիսպը Արտաշեսին ասաց. ահա պատրաստի քաղաքը կա շատ հարմար դիրքում, կարելի է վերականգնել եւ մտնել մեջը։ Նա առաջին հերթին վերազինեց բանակը, ինչը հնարավորություն տվեց Արտաշեսին հարևան երկրներից 15 նահանգ նվաճել, այնտեղի ժողովուրդ գաղթեցնել դեպի Հայաստան։ Ինչպես Խորենացին է ասում, Հայաստանում չմշակված հող չմնաց։ Արտաշեսը մի շարք բարեփոխումներ անցկացրեց, 5-6 քաղաք կառուցեց։ Պահպանված մարդու դեմքի մի մասը եւ լատիներեն վեր բառը, որը նշանակում է կարուն, ըստ երևույթին կարնան հետ կապված Աստվածը կամ Աստվածուրի։ Արշավախմբի աշխատասենյակը վերածվել է թանգարանի, ինչի մասին լռում են հայ պատմագիրները, խոսում են նյութական գտածոները, կանացի զարդեր, կուշկուլաներ, սափորներ, հունիական ոճի խոյակներ, անգամ մեկ սենյակի հատակից գտնված խճանկարային բեկորները դարաշրջանի հարուստ պատմության նոր շերտեր են բացահայտում։ 8.5 մետր երկարության, 80 սանտիմետր բարձրության, տարերի մեծությունը 20 սանտիմետր է։ Լատիներտար արձանագրությունն Արտաշատյան պեղումների նախաբանն էր։ Ալեքսանդր Մակեդոնացու անցած ուղին կրկնելը հռոմեական բոլոր կայսրերի երազանքն էր։ Նրանցից մեկն էր Տրայանոսն էր, որը Հայաստանը հայտարարեց հավերժական քաղաքին ենթակա տարածք, թեև այդ կարգավիճակը տևեց ընդամենը 2 տարի։ Տրայանոսը հասել է Արարատյան դաշտ, այդ մասին քարե վկայության լուսանկարային տարբերակն է։ Առանց հատուկ բահոբրիչների Արշավախմբի ղեկավարն ու ճարտարապետը հատուկ թույլտվությունից հետո մեր նկարահանող խմբին հնավայր ուղեկցեցին։ Երբեմնի մայրաքաղաքի հասարակական բաղնիքի տարածքն է 10 սրահով։ Նման բաղնիքներ կառուցում էին նաև հռոմեացիները, ինչն Արշավախմբի ղեկավարի խոսքով երկրի հզորության վկայությունն էր։ Պատերին պահպանվել են գրաֆիտիներ, խազանկարներում ժողովրդական ստեղծագործություններ են, որսի հետ կապված տեսարաններ էլի կան, արքայական ձին է, հեծյալն է վատ պահպանվել։ Տեսնում եք տարազ է այստեղ բոլորը մի շարքի վրա մարդկանց երանգյունացիվ հագուստով եւ այստեղ նույնիսկ երևում այո եւ այստեղ օնակրներ, այսինքն վայրի էշերի որս են։ Հին արտանավանդական ճարտարապետությանը զուգակցել է հռոմեական շինարարական արվեստը։ Հին արևելքի երբեմնի տնտեսական ու մշակութային խոշորագույն կենտրոնն ուսումնասիրող ճարտարապետին զարմացրել են ոչ միայն ջրամատակարարման, այլև ջեռուցման համակարգերը։ Դեռ դարեր առաջ հին արտաշատցիներն ապահովված են եղել տաք ու սառը ջրով, ջուրնարաքսից են վերցրել, թե ինչպես են քաղաքացրել, առայժմ հայտնի չէ, բայց որ կարողացել են, ինչպես ասում են, սաունայից շոկեբաղնիքից օգտվել, հաստատ է։ Սա կացարատունն է, որտեղ վառում էին միաժամանակ, ուրեմն 1, 2, 3, 4 սենյակներ, ուրեմն այստեղ սա առաջի, այս կամարներով, որ տեսնում եք բացվածքները, դրանցից գնացել է դեպի առաջի հարկ, նկուղային, ծուխը և տաքությունը, և բարձացել է վերև, պատերի միջին կար ուրեմն հողովակներ, որով նա բարձրացրել է եւ տաքացրել է նույնպես պատերը։ Հայտնաբերվել են մշակութային բազմաթիվ հուշարձաններ, բրոնզե մարմարի արձաններ, գտնվել է Վիկտորիայի ոտքը, թևերի բեկորները, 9-րդ սենյակում պատվանդանն է, որտեղ կանգնած է եղել հաղթանակի Աստվածուհին։ Ժորես Խաչատրյանը վստահ է, մարդիկ օրվա կեսն անցկացրել են իրենց գործերով, հաջորդ կեսը բաղնիքում հարցեր քննարկելով ու լուծելով։ Ծակարաձև անցք կա, որ կանգնել են, ըստ երևույթին ցնցողի տակ լողացել են, այդ ծակարաձև անցքով ջուրը լցվել է այս արվակով, որը անցնում է առջևից։ Ծիծեռնակապոչ կապերը ժամանակի տեխնիկան էին, շարված քարերն ուղղորդել են մինչև Սրբազան հրապարակ, դժվարամատչելի աստիճանները ոչ միայն Գառնիի հեթանոսական տաճար, այլև Արտաշատի Սրբազան հրապարակի համար են կառուցվել։ Աստծո տաճար պետք է հանդիսավորությամբ, բայց եւ դժվարությամբ բարձրանալ։ Հյուսիսարևմտյան հատվածում Երևան են եկել Ապոլոն Տիրի տաճարի մնացորդները։ Արտաշեսն իրեն համարում էր Ապոլոնի հովանավորության տակ գտնվող, այդպիսի եռալեզու միարձանագրություն է հայտնաբերվել Փոքր Ասիայում։ Սրբազան հրապարակում են կատարվել պաշտամունքային արարողությունները, մուտքը միայն քրմերի համար էր։ Սրանք աստիճաններ են, որը տանում է Սրբազան հրապարակ։
Մեծ Հայքի արքայանից թռչակավոր քաղաքն ունեցել է նաև առևտրային խոշոր կենտրոնի համբավ։ Ըստ Ջորես Խաչատրյանի զուրջ չէ, որ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն միջազգային առևտրական կենտրոնները գտնվում էին ինչպես Մծվինում, այնպես էլ Արտաշատում։ Պլուտարկոսը որ ասում է, որ քաղաքը գեղեցիկ էր, այն էլ հույնը նշանակում է նա տեսել է այս գեղեցիկ կառույցները, դրա համար է այդպես, թե չէ հենց ինձ ինչու պետք է ասեր։ Արտաշատյան պեղումներից հայտնաբերված խոշորագույն գյուտերից մեկն էլ կնիքադրոշներն են, որոնք վկայում են Արտաշատի միջազգային կապերի մասին Բոսֆորից մինչև Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Հռոմ։ Որքան շատ են այդ կնիքադրոշները, նշանակում է պատմական Արտաշատը տվյալ երկրի հետ ինտենսիվ կապի մեջ է գտնվել։ Երբեք չի կարող համեմատվել որևէ մայրաքաղաք հայ ժողովրդի, քան Արտաշատը իսկական անկախության եւ հզորության խորհրդանիշ է եղել։ Հայաստանի ամենահզոր ժամանակաշրջանն ըստ պատմաբան հնագետի Արտաշեսի գահակալության տարիներին է եղել։ Հայաստանի 12 մայրաքաղաքներից Արտաշատը միակն է, որ 670 տարի կրել է քաղաք-համայրի տիտղոսը։ Նման փաստ արձանագրված չէ ոչ միայն հայկական անցյալի, այլև ամբողջ աշխարհի տարեգրության մեջ։ Մայա Խաչատրյան, Էդվարդ Դավթյան, Առաջին լրատվական։ Այսքանն էինք առանձնացրել առաջինի շաբաթվա ամփոփիչ կիրակնօրյա թողարկման համար։ Կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց նույն տեղում, նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։